Ծնվել եմ 1996 թվականի նոյեմբերի 30-ին Հրազդան քաղաքում։ 10 տարի զբաղվել եմ բռնցքամարտ մարզաձևով, մասնակցել եմ տարբեր մրցաշարերի, եղել եմ հաղթող մրցանակակիր։ Աբել, արի, Աբել։ Այս ռուլը ինչ արնում, Աբուլ, պետք է նստեյքվում։ Նա ձգի էլի, ոնց են ձգում էդի։ Իմ երազանքները, նպատակները միշտ կապված են եղել սպորտի հետ, բռնցքամարտի հետ։ Չեմ հասել իմ երազած արդյունքներին, բայց միշտ աշխատել եմ այդ ուղղությամբ, ուզեցել եմ դառնալ աշխարհի չեմպիոն, հայտնի բռնցքամարտիկ, այսօր փորձում եմ իմ սաների միջոցով այդ բացը լրացնեմ։ Ես եմ որ Երևան տեսանք այդտեղ են, գալիք են մի ամիդոր տեսանք երանգել։ Միշտ չաղայել է, էլի։ 15-ից 2017 թվականներին ծառայել եմ ռուսական սահմանապահ զորքերում, որը հսկում է հայ-թուրքական սահմանը, Գյումրու հատվածում եմ եղել։ Ծառայությունը վերջացրել եմ 2017 թվականի հունվարի 16-ին ու որոշեցի, որ պետքա պայմանագրային զինվորական ծառայության անցնեմ։ Պարտքի զգացում ունեի, որ ես չեմ ծառայել հայկական բանակում, չեմ մասնակցել քառօրյա պատերազմին ու կարդալով, ուսումնասիրելով հայոց պատմությունը հասկանում էի, որ Արցախյան պատերազմը ավարտված չի ու վաղ թե ուշ սկսվելու է։ Փորձում էի ավելի շատ պատրաստվեի Արցախյան պատերազմին, միշտ եղել է իմ մեջ այդ գիտակցությունը, հասկանում էի ու չանցած 3 ամիս ընդունվել եմ որպես պայմանագրային զինծառայող զինված ուժերում Շամշադինի հատվածում։ Անի, արի քեզ էլ ցույց տամ, արի։ Կամավորագրվել եմ սեպտեմբերի 27-ին 2020 թվականի։ Գնացել եմ սեպտեմբերի 30-ին։ Գնդացրորդ եմ եղել եւ մտածել եմ, որ իմ կարիքը բանակը ունի եւ հենց այդպես էլ կամավորագրվել եմ, ասելով, որ ես տիրապետում եմ այսինչ զենքին, ինձ ուղարկեք ռազմաճակատ։ Օպրես, մի հատ օպրես, ահա։ Ձեռքերդ վերև բայ, վերև այստեղից, այսինչ դեխփի։ Օպրես, մի հատ էլ։ Առավոտը արթնացավ Հարութը, կարդալով, իմանալով, որ պատերազմը, ես գնում եմ, ուր է իմ շորերը, զինվորականներ, ինքը ուներ իր հագուստը, իր ֆորմեն, պատրաստեք գնում եմ, ուր ես գնում, պատերազմ, և վերջ, այդ օրվանից ինքը էլ հանգիստ չունեցավ, հաջող էլ չէ, նստեց մեքենան ձեռքով, հաջող և վերջ։ Իհարկե վախեր էլ կար, կապված իմ ընտանիքի հետ, որ կղզովեմ, էլ չտեսնեմ իմ ընտանիքին, այն ինչ-որ նպատակներ ունեմ կիսատ մնաց և այլն, բայց այդ պահին իմ համար ընդհանրապես պատերազմների ժամանակ կարևորը ոչ թե մենք ենք, այլ հայրենիքն։ Չի լինում, Աբուլ։ Բարձնեմ։ Մի քիչ։ Հոկտեմբերի 4-ին եմ վիրավորվել ականանետի պայթյունից։ Սկզբից շոկ էր, ցավ, մտածում էի, որ ոտքս вообще կտրվել է, չկա։ Բայց հետո նայեցի, տեսա, որ փշրված է էլի ոտքս։ Մտածում էի, որ արդեն ոտքից կզրկվեմ, որտեղ բարդ վիրավորում էր։ Կային 2 տղա, որոնց շատ եմ ուզեցել, բայց չեմ կարողացել հետո գտնել, իրանք են ինձ հանել էլի։ Մինչև հասցրել են երևի գոսպիտալ էր, տենց երևի ցավազրկող բան սրսկեցին ու էլ չեմ հիշում, արթնացել եմ Գորիսում, արդեն վիրահատված ու 2 օր հետո բերել են Երևան։
երկու հատ էլ գարդ անվանարա։ Վիրավորումից հետո անցել եմ մոտ 10 վիրահատություն, դեռ գտնվում եմ բուժումների մեջ, տարբեր բուժումների գնում եմ, դեռ լիարժեք ձևավորված չի էլի ոսկորուց, քանի որ մեծ կոտրվածք էր, փշրված էր ամբողջովին։ Նոր էի վիրահատությունը ավարտել, տանը վերականգնվում էի ու վատ էի զգում ինձ, ճնշման տատանում էր ու շտաբօգնություն կանչեցինք, շտաբօգնության բժիշկը զինվորի տան աշխատող էր, բժիշկներից էր, հենց իմանալով, որ ես վիրավորումը ստացել եմ պատերազմի ժամանակ, հենց տեղեկացրեց, կանչեցին, գրանցեցին, անցել եմ վերականգնողական բուժումներ և մինչև հիմա էլ զինվորի տան շահառու եմ։ Սկսված այն օրվանից, որ ես հաճախեցի զինվորի տուն, իմացա, որ վիրավորում ստացած տղաները կարողանում են բիզնես ծրագիր ներկայացնեն։ Իմ մեջ կար այդ գաղափարը բռնցքամարտի դպրոց հիմնելու ու ես հենց այդ ծրագիրն էլ ներկայացրեցի ու ամիսներ հետո զանգեցին, ասեցին, որ հաստատվել է ծրագիրը, ֆինանսավորում են արել գույքի հետ կապված, համալրել են գույքով ու սկսել ենք մարզումները 2023 թվականի մայիսի 1-ից։ Մտածել եմ, որ գալու է մի օր, որ հնարավորության դեպքում հիմնելու եմ ակումբ, որպես մարզիչ եմ արդեն ներգրավված ըլնելու բռնցքամարտի աշխարհի մեջ։ Սկսեցինք։ Ակումբում հիմա ունեմ մոտ 60 աշակերտ, եւ աղջիկ, եւ տղաներ։ Շարժովի Մերի ջան։ Այն նպատակը, որ ունեմ, ինչին որ ես չեմ հասել բռնցքամարտի ասպարեզում, հենց հիմքը դրած է տեղ, որ պետք է իմ աշակերտները հասնեն այդ բարձունքներին, երբ որ հասնի այդ բանը, որ իմ աշակերտներից մեկը դառնա օլիմպիական չեմպիոն, այդ երևի կլինի իմ կյանքի ամենաուրախ օրը ու ես որպես մարզիչ ինձ լիարժեք կզգամ, կհամարում արդեն իրականացած իմ երազանքները, իմ նպատակները։ Մի կախի ձախդ, մի կախի, այդ ենք, դիմացի ոտքով դիր աշխատի, խաղարա, մահեր դու էլ հետ առաջ, Ոտքի խնդրով դժվար է ընդհանրապես բռնցքամարտով մարզվել և մարզել երեխաներին, բայց կա այն ինչ որ կա, կարծում եմ, որ չեմ թերանում, հասցնում ամեն ինչ անել և հենց մեծ արդյունքների հասնելու համար էլ կարծում եմ, որ պետք է դժվար ճանապարհ անցնես, իմ դժվար ճանապարհն էլ հենց էս է։ Էս էլ է մի պատերազմ, որ պետք է անցնենք։ Մանուչարյան Արման, Գալստյան Լևոն, Հովսեփյան Սամվել, Ստեփանյան Խաչատուր, Բաբայան Արսեն, Ավանեսյան Նարեկ, Եղոյան Նարեկ։ Պետք է սկսի ամեն մարդ իրենից, նախ շտկի իրեն, պայքարի, իրեն կատարելագործելու մեջ, ես սկսել եմ ինձնից, փոխել եմ ինձ շատ հարցերում, կատարելագործել եմ ինձ և խորհուրդ եմ տալիս մեր մնացած տղաներին էլ, ինչքան էլ որ դժվար լինի, երբեք չհանձնվել։ Քաշելն էլ պարապուրց հետո գնային, հարցեր կան ուրիշ։